Հայաստանի քաղաքացիները Ռուսաստան կկարողանան մուտք գործել միայն անձնագրերով, այդ թվում դիվանագիտական անձնագրերով։ Մյուս բոլոր փաստաթղթերը կհեռացվեն Ռուսաստանի Դաշնության սահմանը հատելու համար թույլատրելի փաստաթղթերի ցանկից։ Ռուսաստանի կառավարությունը համաձայնություն է տվել 2000 թվականին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված առանց վիզայի ուղևորությունների համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ վերոնշյալ նախագծին։ Հայտարարության մեջ նշվում է, որ այս փոփոխությունները համաձայնեցվել են պաշտոնական Երևանի հետ, որի արդյունքում Ռուսաստան մուտք գործելու, այնտեղ մնալու և Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու համար Հայաստանի քաղաքացիները պետք է պարտադիր ունենան Հայաստանի Հանրապետության անձնագիր, դիվանագիտական անձնագիր և Հայաստանի վերադարձի վկայական։ Նշենք, որ ներկայումս գործող կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Ռուսաստան կարող են մեկնել նաև այլ փաստաթղթերով։ Մասնավորապես, մինչև 16 տարեկան երեխաները կարող են սահմանահատել ծննդյան վկայականներով, զինծառայողները, իրավապահ կամ դատական մարմինների աշխատակիցները կարող են սահմանահատել ծառայողական վկայականներով։ Թույլատրելի փաստաթղթերի ցանկում են նաև օդանավի անձնակազմի անդամի թռիչքային վկայականը և երկաթուղային տրանսպորտի աշխատողի վկայականը գնացքների բրիգադների կազմում գտնվելու ժամանակ։